եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ փառտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտականած, եւ մի տանիլս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ բարք ավիտյանս ամեն։ Եթևս խաղությանս ներաղաչեսուք ընտակեցոր եւ ողոնյան Օրդություն եւ փառքով եւ օրդույն սրբով այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն։ Ալելույա, ալելույա, եթե ոչ տեր շինես տուն, ինանիր վաստակին շինողնորա, եթե ոչ տեր պայես քաղաք, ընդունայն տկնին պապանքնորա։ Այսօր երկնայինք նուրախացան, ընեկրավորած նորոքման, կանզի նորոքողնեիր, Հոգին է ջեսոր վերնատուն, որով նորոքեցան, դասկարակելով։ Ալելույա, ալելույա, ըսպարցյալ նարեր կեզ ապավեն ոչ ասեն արկեր չարկ և տանջանք մի մերձեսինի արգս կա։ Ալելույա, օրդեր, Աություն ամենեցուն և ընթակ ոյթ քո։ երկյուղացությամբ լվարով, Սարքո ավետարանիս Հիսուսի Քրիստոսի որոստու գասուն Արկես Տեր Աստված մեր, Ռոսխում է, ասե Աստված։ Տերը մեր Հիսուս Քրիստոս Եվ մդյար շրջեր են Երիքով և այլ միանուն գոչեցյալ Զաքեոս Եվ նա էր Մաքսաբետ և ինքը մեծատուն Եվ խնդրեր տեսաներ թե ովից է Հիսուս Եվ ոչ կարելի բազուտեն է զիկար ջերասագավ Եվ ընթացյալ հարաչս ելի ժանդաթզեն ինձի տեսանից եզնամ Քանզի դայլիս կանցանելոցեր Իբրև եկրի տեղին այեցավ իվեր Հիսուս և ասեց նա Զաքե ուտա էջ այդիզի այսօր ինձ նանք մարդյանի ագաներ ուտացավ և էջս նանգալավыз նա ուրախության և իբրև դեսին ամենեքին դրջինջեին և ասեին թե ար մեղավորի և ուտլուծաներ և եկն եկած նուն գնաց ասեց դեր ազգես ընչից իմոց դաց աղկադաց և եթե զոգ զրգեցից հատուցից չորեկից և ասեց նոսա Հիսուս այսօր եղև պրգություն դանս այս միլք քանզի ես սա որդի Աբրամու էր զի եկը որդի մարդով խնդրեր և գեցանես գորուսյաս Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ով Տեր ամենակալ և ամենակարող Աստված, դու պարգևիչ ամեն բարիքների և բոլոր հաջողությունների, ահա այս ծառաները տանդուլ կերպով աշխատեցին և տքնեցին քո սուրբ երկյուղով և հիմա հասել է պահը, որ վայելեն իրենց տքնաջան աշխատանքի և արդար վաստակի արդյունքը, արդ օրտնիր իրենց, Տեր, քո երկնառակ օրտնությամբ և շնորհիր, որ քո օրտնությամբ անվրդով կերպով վայելեն իրենց աշխատանքի արդյունքը, գոհությամբ և ուրախությամբ, օրտնիր այս մատուրը, այն հեռուպայիր ամեն չարիքից ու փորձանքից, քո ողորմության շնորհը առատ արա այս մատուրի վրա, այն քո սիրո և երկյուղի վրա հաստատիր, որովհետև որևէ մատուր միայն քեզանով է շինվում և պահվում, բարգավաճում և պայծառանում, իսկ առանց քեզ իզուր տեղն են հոգնում այն շինողները,
եւ որովհետեւ այս մատուրի շինողները քեզ վստահեցին, թող իրենց հույսը աստվածային օրհնությամբ պսակվի։ Ով Տեր, որպեսզի անդադար շնորհակալությամբ օրհնաբանեն ամենասուրբ երորդությունը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից ամեն։ Amen, Alleluia, Alleluia, Alleluia. Օրտնեսի և սրբեսի ջուրս այս նշանով Սուրբ խաչից և սուրբ ավետարանավ և ավուրը շնորհիվ անվամ Հոր և Որդվո և Հոգվույն Սրբով Այժմ և միշտ և հավիտյան սավիտենից Ամեն Alleluia Alleluia, Alleluia, օրտնեսի և սրբեսի ջուրս այս նշանավ, սուրբ խաչից և սուրբ ավետարանավ, և ավուրը շնորհիվ անվամ, Հոր և Որդվո և Հոգվույն Սրբով, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից, ամեն, Alleluia, Alleluia, Alleluia. Օրտնեսի և սրբեսի ջուրս այս նշանով Սուրբ խաչից և սուրբ ավետարանավ և ավուրը շնորհիվ անվամ Հոր և Որդվո և Հոգվույն Սրբով այժմ և միշտ և հավիտյան սավիտենից Սուրբ խաչիվս առաջես ու գստես իսովա պրկեսես մեսի մեղած եկեցու սեր շնորհիվ Ողորմությամբ յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր Բայա Բահպանյա եւ Օրհնյա Թովանյա Սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղության հավատացյալ ժողովուրդը եկեղեցի կառուցողներս եւ հրավիրյալ հյուրերս Հրկե ազատյա յուրաքանչյուր վտանգից, փորձությանց, հիվանդությանց եւ նեղությանց արժանավորյա գոհության փառավորերս քեզ որդու եւ սրբոթու այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն Հոգվոց նանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացած շնորհիաստողություն անցանած Եվ ևս խաղաղության ըստեր առաջեսու, բաստհանգության հոգվոս նախաչեսու կսպրկիչը մեր Քրիստոս, զիզնոսան դարդասն դասես ևս մեզ կեցուսե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա։ Կեցո Տեր եւ ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրո վտի հոգիս հանգուցյալ ծառայից քոց Եվս առավել Տեր իշաս հոգիս նորոք հանգուցյալ, գեղամ Ահարոնյան ծառայիդ քո, հիշե հավուր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, քավության, թողության մեղած, դասավորյալ պայծառացոն, սուրբս քո աճակողման դասուն, զիդվես Տեր եւ արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյաց եւ մեռելոց, եւ քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Միասին մեր Օրենքից ես Սուրբ Եղիցի անուն քո եկես արքայություն քո Եղեցին կան քո որպես երկինս եւ երկրին ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ արտիս մեջ որպես
ես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանինս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարել, սիքո է արքայություն և զորություն և բախ հավիտյանս, ամեն։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Հարգելի Ղուկասավանցիներ, թույլ տվեք ձեզ բոլորիդ փոխանցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանոր Գերաշնոր Տեր Նավասար arczepiskopos Կճոյանի օրհնությունը եւ ողջունի խոսքը եւ շնորհավորանքը այս ուրախ առիթով։ Շնորհավորում եմ բոլորիդ նաեւ, որովհետեւ այսօր մեծ իրադարձություն է Ղուկասավան գյուղում։ Այսօր վերակառուցվել եւ օրհնվեց այս մատուրը, որ պիտի ծառայի գյուղի հոգեվոր կարիքների համար եւ այդ բանը արվեց որպես ուխտի մի արտահայտություն, որովհետև ինչպես տեղեկացա, Գառնիկը ուխտ ուներ իր սրտի մեջ, որպեսզի այս մատուրը վերակառուցի։ Դեռևս իր հոր կողմից արված ուխտ է եւ Գառնիկը ցույց չտվեց նույնիսկ որ մահվան տարելիցը լրանա, այդ ընթացքում ավելի շուտ այս մատուրը կառուցեց երկու բանի արտահայտություն որպես մի կողմից իր հոր հիշատակին եւ իր հոր արած ուխտը շուտապույտ իրագործելու համար, մյուս կողմից էլ որպես արտահայտություն իր բարեպաշտության, որովհետեւ Գառնիկին ճանաչում եք բոլորը բարեպաշտ մարդ է։ Թող Աստծո օրհնությունը Գառնիկի վրա լինի, իր ընտանիքի վրա լինի, Աստծո ողորմությունը իր հոր հոգու հետ լինի, եթե տեսակ, մենք վերջում հոգեհանգստյան նաև աղոթ կարեցինք իր հոր հանգուցյալ Գեղամ Ահարոնյանի հոգու համար։ Եվ այս մատուրի միջոցով նաև Աստծո օրհնությունը թող առատապես բաշխվի բոլոր Ղուկասավանցիների վրա, ովքեր կգան այստեղ, մի մոմ կվառեն, իրենց սրտի աղոթ կկանեն, Աստծուց ողորմություն կխնդրեն։ Սիրելիներս, 2 օր է արդեն Ղուկասավանում մենք մասնակցում ենք արարողությունների եւ լավ արարողությունների։ Երեք հուշահամալիրի մոտ տեղադրվեց հուշաքար Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված եւ էլի հանդիսություն եղավ, հավաքված էինք բոլորս, այսօր մատուրի օծումն է։ Եվ խորհրդանշական է սրանք, ինչի։ Մենք վաղը պիտի նշենք մեր Եղեռնի զոհերի 100-ամյակը։ Եվ մենք այս քայլերով ինչ ենք ուզում ցույց տալ, որ մենք կենդանի ենք, որ մենք ապրում ենք։ Եվ ասեմ Ժորժ ջան, երբեմն այս օրերի մեջ լսում ենք աշխարհը, ես չեմ ուզում այդ նոտայով ընթանանք, ես ուզում եմ մենք ուրիշ նոտայի տակ ապրենք։ Ինչ է, մենք պիտի զորանանք, մենք պիտի հզորանանք, մենք պիտի տեր կանգնենք։ Մեր հայրենիքին, մեր հողու ջրին, մեր ազգին, մեր պահանջատիրությանը։ Եթե մենք թույլ եղանք, ոչ մեկ մեր նվնվոցը չի լսելու։ Եթե մենք ուժեղ եղանք, մենք հրամայելու ենք ու թելադրելու ենք։ Աշխարհի պատմությունը էսա ցույց տալիս։ Եվ եկեք ուժեղանանք, ինչով ուժեղանանք։ Մեր լավ սովորելով երեխեք ջան, մեր լավ աշխատելով մեծեր ջան, շատ երեխա ունենալով, ասում ենք ազգը հզորանա, 2-3 երեխայից ենքում չեն ուզում ունենալ, հələ 3 ասում են շատ է։ Ոնց կլինի տենց բան։ Շատ կներեք էլի, մի քիչ կարող է հեռանան, բայց 2 օր առաջ են վերադարձել Իսրայելից։ 48 թվականին են պետություն դարել, մինչև այդ մի հատ հրյա չկար այդ հողի վրա, այսօր 6-8 միլիոն է, գիտեք, երիտասարդ ընտանիքը գնում է 6-ից 7-8 երեխա հետևից քայլում են, ինչա քաղաքակիրթ չեն, հետամնաց են, ինչ են, հսենց են զորացնում երկիրը, կոչ եմ անում մեր երիտասարդներին, երեխեք ունեցեք, մի մտածեք, պահողն Աստված է, օրհնություն բերողն Աստված է, ասում են ով պահի, Աստված որ զավակը տալիս է, հետն էլ օրհնություն է տալիս։ Չեմ երկարում, շնորհավորում եմ այս ուրախ առիթով, մաղթում որ այս աղոթատունը մեր բոլորի համար Աստծո հետ մեր հոգևոր հաղորդակցության, Աստվածային օրհնությամբ լցվելու մի տեղ լինի Ղուկասավանի մեջ։ Եվ նաև չեմ ուզում որ այստեղ սահմանափակվենք։ Ուզում եմ որ մի օր էլ եկեղեցին վերակառուցվի։ Հոյակապ եկեղեցի ունենք, հրաշալի եկեղեցի, Սուրբ Աստվածածինը մի օր պիտի զանգերը հնչեն, մի օր պիտի գործի։ Մինչև նաև Աստծո կամոք
Եթե փափակ ու ցանկություն կլինի, գիտեմ որ դպրոցում այդ ցանկությունը կա, փափակը կա, երեխեքը պատրաստ են։ Մենք մի օր միասին մաքրել ենք այդ եկեղեցու տարածքը։ Այս մատուրի մեջ նաև պատարակ կմասուցենք, մինչև եկեղեցու ուրեմն կառուցել են։ Եվ նաև ասեմ, ուզում եմ հատուկ մեր գնահատանքը բերել Գառնիկին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակից են իրեն եղել այս գործում։ Գիտեմ, սա մենակ գլուխ բերելու գործ չէ։ Ուրեմն թող Աստծո օրհնությունը իրենց եւ իրենց բալեքի, իրենց ընտանիքների վրա լինի։ Եվ նաեւ այս օրը մեր տղաների ուրեմն առաջարկով, խնդրանքով եկեք հայտարարենք այս մատուրի ուխտի օր, հա? Այսինքն ամեն տարի այս օրը հավաքվենք, դերևս այդ օրը նաև առաջնորդից օրհնություն, թույլատվություն կստանանք, պատարակ էլ կմատուցենք։ Ինչի՞ չէ։ Հավաքվենք այստեղ այս օրը, հա? Ամսի 23-ին ամեն տարի, ուրեմն ապրիլի 23-ին ուխտի օր լինի, ուրեմն Ղուկասավանի այս մատուրի օրհնության ուխտի օր անենք։ Շնորհավորում եմ, բոլորիս աչքը լույս լինի։ Գառնիկի արևը, եկան արևը, շատ շնորհակալ եմ, ձեզեն էլ Գառնիկին։ Ուրեմն հարգելիներս, ճիշտ է, երեք մենք այստեղ խոսել ենք տղաների հետ, ուղղակի առիթը օգտագործենք։ Ես մի հատ խնդրանք ունեմ, մեր ժողովուրդը մի սովորություն ունի։ Ճիշտ է, իրենց սրտի արտահայտությունն է, բայց շատ հաճախ ընդունելի չի։ Ուրեմն տունը ինչ ունենում են, չեն ունենում, նկար, կոտրված խաչ, բան, բերում են ասում են նվեր ենք բերել, կոտրված խաչը նվեր կբերեն, մաշված պատառոտված նկարը, որ տանը չենք օգտագործում, նվեր կբերեն, պիտի խնդրեմ, եթե մեկ ուզում է նվիրատվություն անի, հա գիտեք, Գառնիկն է պատասխանատու, մոտեցեք Գառնիկին, ասեք սենց բան ենք մշակել, ինչ ձևով անենք, որտեղ եկեղեցում ամեն նկար չեն տնի, պիտի սրբապատկեր լինի կանոններով նկարված, հասկանում եք, ուրեմն պիտի խնդրեմ եկեղեցին չբերենք այդպիսի բաներ դնել։ Եվ նաև ես տղաներին խորհուրդ տվեցի, եթե կարելի է մոմավառությունը դրսում արվի, որտեղ եթե ներսում արվեց, մի ամիս հետո մուր է լինելու ամբողջ պատերը։ Դրսում կհարմարացնեն եւ ծածկով բանով միտեղ կպատրաստեն, մի անկյունում, որ մոմը դրսում պատերին էլ չկպցնենք, չփչացնենք։ Էս իմ խնդրանքը։ Հիմա խնդրենք մեր հարգարժան հերուն, օգսենք հերուն, որ ինքը խոսք ասի, որպես գյուղի հարգված եւ երեք ես լսեցի ինքը գյուղի պատվավոր քաղաքացի է։ Ամեցեք օգնենք, սիրով։ Ժողովուրդ, իմ բարեկամ, այսօր կատարում ենք եւ վաղը մի ցանկություն, որ եւ իմ տանից են շատերը եկել եւ բոլոր տներից չկողմեն։ Մամը վազել են քարի վրա, բայց այսօր արդեն կարող ենք մի բան ասեմ, գաղտնիք չէ, որ մեր եկեղեցին, մեր հոգևոր հայրերը մեզ տեր եկան, մեր ամենադժվար ու չորսային մի ոչինչ չենք ունել, եկեղեցին մեզ տեր եկան, և եթե չլիներ եկեղեցին մենք զուղված կտնենք, եկեղեցու բացումն է, նա է տերկային մեր, բերել հասել, եկեղեցու Համակցետերի արջև, որոնք ամեն ինչին ասպեսի պրկեն հազարավոր, հազարավոր, անմեղ զոհերի զավակներին, որոնք իրենք նահատակվեցին, բայց որտեղ մնացին։ Ասենիքս ես է, որ մենք այսօր տեսանք ծնունդ, նոր ծնունդ, մանուկի ծնունդ, և սա, ես խոնարվում եմ ուտել Ահարոնյանի շիրմի արջև, նրա ցանկությունն է եղել, և որդին կատար է ասել, դա հիանալի ցանկություն, դա բարի, դա ժողովրդական ցանկություն, ով չի ցանկանում այդպիսի բարի գործել անել։ Ես մեկ էլ մի բան ցանկում, մեր մանուկը, մեր նորացին մանուկ մատուրը դառնա շշկայացավար, լավ, միրուխով, կահանայի, մեզ եկեղեցի դառնա։ Ամեն։ ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, շնորհավորում ենք հարգելի ղոկասավանցիներ, թող ձեր աղոթքի տունը միշտ դռները բաց լինի, Աստծո օրհնությունն էլ բոլոր այստեղ աղոթողների վրա լինի, ամեն։ Մոտենանք մատաղի սեղաններին, ժողովուրդ ջան, մոտենանք այնտեղ էլ օրհնություն անենք, հա։